Սարդարապատ չէր լինի, եթե չլիներ կամավորական, արցախյան կամ ղարաբաղյան կամավորական հեծելազորային կամ պարտիզանական գունդը։ Աշխարհին ցույց տվեցինք, որ ատամները մեր շատ ժանիքները շատ կարճ է, այսինքն ավելի շատ մենք ժանիք չունենք։ Չէ, մենք ցույց տվեցինք, որ մենք լնդերով լպլպացնելու ենք, էլ ասենք, մենք ծամելու ցանկություն չունենք։ Հանուն հայրենիքի կարա զողությունների գնա, բայց փողի համար զողությունների ես չեմ տեսել, որ մարդիկ գնան։ Կամավորականությունը դա զենք է, դա կարա զսպող զենք լինի։ Իրանի միայն հրթիռները չի զսպում, Ամերիկայի Իրանի հենց ժողովուրդն է զսպում, որը Սխալ ես ասում, ապեր։ Սխալ ես կամավորականությունը։ Այո, 16 թվականի ապրիլի դեպքերի հետևությունը արդեն արել ենք, շուտով երևի կգան 20 թվականի հետևությունները կան։ Ատելության մթնոլորտը տարածողները անբարոյական են։ Վերադարձեք բարոյական դաշտ։ Բոլորը կապ չունի ով եք, ասենք, իշխանավոր եք թե հակաիշխանավոր եք։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարև ձեզ։ Այսօր Հարևորտի Վարդանավներ հերթական ոդկասթի օրն է։ Մի շաբաթ բաց թողեցինք վերջի զանգի պատճառով, օպերատորի տղու վերջի զանգի պատճառով։ Շնորհավորում ենք բոլորին վերջի զանգի կապակցությամբ, ով վերջի զանգ տոնեց կամ նշեց մի քանի օր առաջ։ Մի երկու օր առաջ էլ ասենք անկախության օրն էր, չէ՞։ Բոլորիս շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության առաջի հանրապետության անկախության օրը, որը շատ մեծ ջանքերի գնով մեզ տրվեց ու ցավոք սրտի շատ արագ վերջացավ այդ պատմությունը, բայց երրորդ հանրապետությունը ոնց որ շարունակում է։ Ու ամսի 28-ին էլ մեր պետության համար իրադարձություն տեղի ունեցավ, չեմ զլանալ այդպես ասել, 28-ին հանրապետության հրապարակում ռազմաշքերթ էին կազմակերպել, ճիշտ է, փորձել էին տես քաղաքական բաներ մտցնեին, ցույց տային, որ տեսեք մենք ինչ ենք, ոնց ենք, բայց մենք խոսենք ռազմաշքերթից հենց, իրենց հայտարարություններին չենք անդրադառնա ու մի հատ էլ ճիշտն ասած, քանի որ քաղաքական էին սարքի, մի հատ է քաղաքական թեթև բան ասեմ, էլի շնորհակալություն, որ գոնե Վահագն Ալեքսանյանին չէիք թողել խոսար։ Թե չէ, էլի իր անդրավարտիկների պատմություններ հիշացնելու, որ ինքը անդրավարտիկ չուներ ծառայության ժամանակ։ Էլի փորձում ես քարոզանես, Քարոզ չեմ անում, ուղղակի երբ որ ռազմականը իրենք խառնում են քաղաքականության մեջ, արի մենք գոնե չխառնենք։ Չէ, այդքանը վերջացրեցինք։ Արի, sense մի բան հասկանանք, որ մենք եթե ինչ որ քաղաքական գործիչի կապ չունի, որ կողմից է, որ թևից է, ինչ որ խոսքին անդրադառնում ենք, զուտ դրա համար, որ իրանք մտնում են մեր սֆերան։ Իրանք մտնում են մեր շրջանակը, Ես ուրիշ խոսքերի չանդրադարձա, դա բանակի իրանք գործողություններով կամ խոսքերով մտնում են մեր սֆերան, հաճախ որակյալ են մտնում, ասենք պիտանի են մտնում, բայց մեկ-մեկ լինում է, որ մոռանում են ոտքերը լվան կամ ձեռքերը լվան։ Ես հակառակը կասեի, հաճախ մոռանում են ձեռքերն ու ոտքերը լվան ու շատ հազվադեպ դիպուկ են մտնում։ Բանա Ես այդպես եմ տեսնում, իմ տեսակետն է։ Սուբյեկտիվ մոտեցումը, համենայն դեպս մեր լսողները ամենը իր կարծիք ունեն ու պետք է հասկանան ու ինչ որտեղ գնահատեն մեր զրույցները, փաստացի մեր աշխատանքը ոչ թե քաղաքական տեսակետից կամ կուսակցականության տեսակետից, որը մեր մոտ պիտի իսպառ բացակայի մեր զրույցի մեջ, այլ պիտի գնահատեն օգտակարության տեսակետից, որ մենք փորձում ենք լինենք օգտակար, շատ ավելի օգտակար, քան հնարավոր է, որտեվ ժողովուրդը բան անում էլի, մի քիչ մանկական բան անում, աշկերը փակում է ու մտածում է, որ ոչ մի վտանգ չկա, լավ է, ինքը մործոցում է կամ մորփորի մեջ է, այն դեպքում, որ մեր զրույցները մեկ-մեկ այդ ձեռքերը, որ ինքը աչքերը ծածկում է, ձեռքերով բացում է, եւ այդ ձեռքերը մենք բացելուց մեկ-մեկ մտնում ենք ոնց որ ասած բանի մեջ, նեղ բանի տարածքի մեջ, որը որ ոչ մեկը պետք է չմտնի, բայց դա մենք անում ենք անվտանգության անհրաժեշտությունից ելնելով, դա մենք անում ենք, որովհետեւ չենք ուզում կրկնվի ինչ որ
15 թվականին եւ դրանից մի քանի տասնյակ տարի առաջ շարունակաբար, ասենք, տեղի էր ունենում, բանի ոմայի կոչերից մեկն ենք ուզում, որ իրականանա այլևս երբեք։ Ոմայի կոչերից մեկը այլևս երբեք, նկատի ունենալով ցեղասպանությունը։ Ռազմական գործ, եթե մենք ուսումնասիրենք եւ ռազմական գործի հետ առնչվող հարցերում ավելի օբյեկտիվ լինենք եւ սթափ, ոչ թե հարբած, ասենք, չգիտեմ, սեղանակցի մոտեցում ցուցաբերենք, մեզ ցեղասպանելը հնարավոր չի լինի, մեզ հնարավոր անելու հաղթել, բայց ցեղասպանել ոչ։ Մաղթում եմ ու ցանկանում եմ միշտ հաղթանակներ, եթե անհնարագոնը շատ որոշակի ձևով ազդեցիկ հաղթանակներ ունենա մեր ազգը, ու դա նորից եմ ուզում կրկնեմ, հնարավոր է, եթե մենք ճիշտ գնահատել գիտենք, եթե մենք ճիշտ ունակություններ ենք ձեռք բերել եւ ճիշտ գիտելիքներ ունենք։ Հիմա շքերթ։ Արի վերջապես անդրադառնանք շքերթին։ Փորձում ես բան անես, որ տիպի բանա։ Ներածական խոսքը այնքան շատ երկար տևեց, ոչ թե ճիշտ, շատ երկար տևեց։ Ոչինչ։ Մարդիկ հիմա սովոր են էլի արագ ռիլերը թերթելու։ Դե ես ասենք հիմայի մարդ չեմ, ես հին մարդ եմ, վերջապես 60-ս լրացել եմ։ Լավ, արի անդրադառնանք շքերթին։ Առաջինը ինչը աշկ էր ծագում։ Կանապես գիտես շքերթները ինչի համար են անցկացնում։ Ուշ ցույց տալու, հակառակորդին մի քանի բան ունի, էլի ասենք։ Հակառակորդին այդ ուժ, երբ որ ցույց ես տալիս, զսպաշապիկը հանդիսանում հակառակորդի համար, մեր դեպքում դե նշեցինք ինչ նպատակ ուներ, որովհետև քաղաքական չխոսամ էլի։ Նայ, արի sense մի բան ամենաբանը ժողովրդի հոգին բարձրացնելու համար է մեկ, երկրորդը հակառակորդին ուժ տալու համար, ես այդ դրանց վրա եմ։ Հակառակորդին ուժ տալու, ուժ ցույց տալու։ Նայ, շքերթը ունի միշտ մի քանի բաղադրիչներ, հա, այտենց ասենք, որոնցից մեկը դրսի, ոնց որ ասած, օգտատերերի համար է, դա լինեն հակառակորդներ, բարեկամներ, դու ասում ես, որ դու ոտքի վրա կանգնած ես, ամուր ես կայնած, եթե պետքա ՄՄԶ ՊՊԶ կանես, ասենք, այնով որ, ասենք, քո կամ քո բարեկամ, ասենք, պաշտպանյալի կամ քո դաշնակցի վրա ոտնձգություն անում։ Դա դրսի աշխարհ։ Մյուսը, ուրեմն ցույց է տալի քո ներսի օգտատերերին, որ մենք կանք, մենք դեռ կանք ու կլինենք, էլի ասենք, ու դա հնարավորություն, ասենք, լինելու եւ բանանելու այդ գործիքով է, էլի ապահովում։ Կա բանա հաշվետվություն կամ իրական կամ ոչ այնքան իրական հաշվետվություն քո արած գործերի վերաբերյալ, էլի ասենք, որովհետեւ ինչի եմ ասում, բանա հաճախ կուսակցական կամ ղեկավար ուժ, ասենք, հաշվետվություն անում, բայց ասենք բանա ցույց է տալի նաև շքերթի ժամանակ ուրիշի ձեռք բերումները, դա ժողովրդի մեջ մանիպուլյատիվ բան կա մեջ, էլի ճիշտն ասած, որ վերագրվում է այս մարդուն։ Պայմանական, ասենք, ինչ որ մի հնարք է կիրառվում արդեն խոսքի վաղուց, ասենք, գալիս են կարատեով բան են անում։ Օրինակ D30-ները, որը 40-ական։ Չէ, D30-ներին հետո կանդրադառնանք, օրինակ շքերթի այդ հրացան պտտելը։ Հա։ Այդ հրացան պտտելը հիմա նայողը վերագրում անդրան, որ սենց մի բանա թաթերական լավ ներկայացում է կազմակերպվել, ասենք, դա բանա այսօրվա հաշվետվության մի մասը։ Դա վաղուց է։ Ես դրան անդրադարձա, որովհետև ինքը ավելի մեղմ է ու շատ ավելի բացահայտ է։ Այնտեղ բացի դրանից բանա զսպաշապիկի զենք ես ցույց տալի։ Զսպաշապիկի դեր խաղացող զենք ես ցույց տալի։ Ինչը եղավ սրանից մի 10 քանի տարի առաջ, երբ որ Իսկանդեր ցույց տվեց 2016 թվականի 16-ին էր, որ 16-ին էր 25-ամյակին անկախության սեպտեմբերի 21-ին, հա, ես գիտեմ 14-ին, հա, ապրիլյան այդ սրացումներից հետո էր զսպաշապիկ բանա զորքի տեսակ կամ զենքի տեսակ, որը որ ասենք
Երբ որ 300 կիլոմետր ճաճժգրիտ խոցում էր։ Չէ, դե հիմա ասենք կարող է 10,000, իսկ կարող է 20 կիլոմետր, իսկ կարող է ուղղակի նետ աղեղ, որ 1 կիլոմետր է խփում կամ բալիստա է կոմոդ ներկայացվում, այն դեպքում որ հակառակորդի նետը խփում է 1 կերպ 200 մետր։ То есть զենք է ցուցադրում, որ նա եսի ունեմ խելոք մնա։ То есть ընդհանուր զինված ուժերից բացի, ես օրինակ, եթե անդրադառնանք այդ ցուցադրված զինտեխնիկային, դա զսպաշապիկ որպես այդպեսին չեմ տեսել։ Արի բան անենք, էլի, մի հատ վերջացնեմ այս ցուցակը։ Այնտեղ կա բացի այդ ամեն ինչից ինչ որ թվարկեցի, նաև ոստիկանական ֆունկցիա։ Երբ որ դու զինվորական ուժ ես ցույց տալի, որ ներսում նայեք ու հանգարց, ասենք, անօրինական ուժային ոտնձգություններ չանենք, որտեղ մենք այս բանակին կառավարելով իրան պատրաստ կլինենք նաև կիրառել, եթե դուք տանեք դեպի քաղաքացիական պատերազմ, то есть ինքը զինված ուժերը նաև այդ մեսեջը ունի իր մեջ։ Իզուր չի, որ անգամ չի ենթարկվող ռազմական գերատեսչության զորքեր են այնտեղ ցուցադրվում, ասենք ներքին զորքեր, կամ ասենք ազգային անվտանգության զորքեր, կամ սահմանապահ զորքեր, մեր ներկա շքերթի մասին չեմ ասում, ես որ 28-ին անցկացվեց։ Դեռ էլ կային ԱՑ կար, բայց բան չկար, ոստիկանական գվարդիան չկար։ Իսկ բանը երկրներ կան, որ անում են էդի ու միշտ չի որ անում են, դինում է միշտ են անում։ Եթե չեմ սխալվում, հենց 16 թվականին էլ ասած ձևով էր ներկայացված։ Նայ, դե կառոպկեքը մի երկու անգամ շատ էր, ստե 14-եր ընդդեմ 29 էր ոնց որ, եթե չեմ սխալվում։ Կառոպկեքը դա զորքերի շարվածքն է, ասենք պայմանական վաշտեր ասենք։ Պայմանական առանձին վաշտեր են։ Հիմա բանը կամ օժանդակ վաշտեր։ Հիմա եթե մենք այդ պատճառները հերթով գնանք, երևի ավելի ճիշտ կլինի ավելի կոնստրուկտիվ մեր զրույցը։ Հա, սկսենք արտաքին արտաքին աշխարհ զսպաշապիկ ընդհանուր զորքեր։ Դու ընդ չնկատեցիր ինչ որ բան, որը որ բան է, էլի, իմ մոտ օրինակ առաջացրեց չհասկանալու բան, էլի, ասենք, то есть ես այնքան էլ չհասկացա, այ դրսին ինչ էր ցուցադրվում։ Զենքի տեսակը չէ, զինված ուժերը։ Ես հասկացա, որ դրսին ցուցադրվում էր, որ մենք մենակ մաքսիմում մեր սահմանները շատ չնեղացնել կարանք թույլ չտանք շատ նեղանա։ Այդ էր ցուցադրվում։ Դու նկատի ունես, այսինքն տակտիկական մակարդակի լուծումներ էին ցուցադրված հիմնականում։ Այո, դա վառ երևում էր, որ մենք ոչ հարցակվողական, սենց ասեմ, որովհետև տակտիկական օղակի հարցակումը դա հարցակում չի, գոնե օպերատիվ խորության վրա հարվածների զենքերը պետք է ասենք օգտագործես, որ ինքը հարցակվողական ինչ-որ տեղ։ Հա, իսկ մեր մոտ ասենք OTR-կաները, հաուբիցները մաքսիմում 50 կիլոմետր կրակող 55 կիլոմետր կրակող հաուբիցներ էին, ու վсё։ Այդ էր ամենաերկարը։ Հա, ԱԹՍ-ների մեջ 55, 40 լավ էլի։ Պլյուս ԱԹՍ-ների տեսակներ կային, հա, օրինակ չինական CH4-ը, որը հա անուններին է կանադառնանք, էլի, այսինքն հայկական անուններ էին դրել օտար երկրյա արտադրանքի վրա։ Թեթև կարելի է դրան էլ անդրադառնալ, բայց բանը առաջինը դրսին սաղ աշխարհին մեր բարեկամներին եւ մեր հակառակորդներին աստծու ծառա, ասենք, մեր դաշնակիցներին բոլոր եւ սատանի ճուտ բես հակառակորդներին, որ սատանուն է ծառայում։ Մենք ցույց տվեցինք, որ ոնց որ 100 տարի առաջ էր, երբ որ պայմանագիր կնքեցին, Թիֆլիսով 1200 հոգի ոստիկանական ուժ ունենք։ Պայմանական այդպես կոչեմ։ Մենք այդ ցույց տվեցինք։ Չգիտեմ, ասենք։ Զինանշանը փոխել են։ Լավ, չէ, մի րոպե, տակտիկական բանով գանք։ Տակտիկական օղակի բան զինված ուժեր ցուցադրեցինք,
որը որ խոսում է միայն, ասենք, այդ 29000 քառակուսին պահպանելու մասին։ Դրա վրա նաև գումարվեց զինանշանի վրա գերալդիկայի կանոնները խախտող զինանշանը ու այդ զինանշանի վրա քարտեզը սովետական Հայաստանի ներկայիս անկախ Հայաստանին այնքան էլ չհամապատասխանող քարտեզը, այնքան էլ չհամապատասխանող, որովհետև այս իրականությունը մի քիչ ավելի դառնա, դե հատվածներ կա, որ մեր ձեռը չի, օրինակ Արծվաշենը, իսկ հատվածներ կա, որ ասենք հեսա շուտով մեր ձեռը չի լինի։ Երբ որ ինձ ասում են, ես քաղաքական մեկ-մեկ հայտարարություններ եմ անում, դե չէ էլի, չէ, ոչ թե ինչ-որ մեկին սիրում եմ կամ չեմ սիրում, եթե ուշադիր, ասենք, մի քիչ հետ թերթեն իմ հայտարարությունները 16 թվականի, 14, 13, 2005 տարբեր իշխանությունների ժամանակ ես էլի ասել եմ խոսքեր, որը զգոնություն է, ասենք, առաջացնում մարդկանց պիտի առաջացներ փաստորեն առաջացրեց, բայց ոչ բոլորի խելամիտ մոտեցում ռազմական գործին, խելամիտ մոտեցում դաշնակիցների նկատմամբ, երբ որ ես ասում եի խաղաղապահը չարիք է, այն ռուսաֆոբները ու չգիտեմ ինչա լուբները այդ վաղ ծափ էին տալի, հա, խաղաղապահ, որովհետև շանսեր, որ իրանք, ասենք, անկախությունը կորցնելով, անեն, խաղաղապահներին բերեին Արցախ։ Ես մեռած գուշացնելով, դեռևս 14-13 թվականից խոսում եմ, որ խաղաղապահների թեման այդ վաղ, ասենք, աշխուժացա, որ խաղաղապահ դա չարիք է, նայեք ուրիշի օրինակները, նայեք ոնց ա եղել Սրեբրենիցայում, ոնց ա եղել Իսրայելի եւ ասենք բանի հատվածում։ Ընդհատեմ մի հատ այդ թեմայի հետ կապված մեր ժողովրդի մեջ մի զանգված կա մարդկանց, ովքեր չեն ուզում իրանք գործ անեն ընդհանրապես։ Գործ անելը պայքարելն էլ է գործ անել, ծառայելն էլ է գործ, այդ իմաստով եմ ասում։ Ու նախընտրում են հարուստ հռոմեական կայսրությունը ինչից քանդավ, երբ որ իրանք թարգել էին արդեն իրանք գնային իրանք հողի համար կռվեին, բերում էին նայոմնիկների։ Համարյա նույն խաղաղապահներ վիճակներ ուղղակի նայոմնիկների իրենց ենթակայության տակ էին գոնը։ Հիմա մեր մոտ ժողովրդի մի զանգված կա, ով չի ուզում պայքարի, ինքը իրականում երբեք չէ պայքարել այդ զանգվածը։ Չէ, պայքարել է, երբ որ հավաքական հասարակության, ասենք, գործիքը պետությունը զբաղվել է իր անվտանգությունով ու ստիպված ա եղել արդարություն առաջ տանել։ Մեկը էլի նույն ձև չի կարա պայքարի, ով գաղափարապես պատրաստված մարդկանց պես։ Հա, իհարկե չի կարա։ Իրանք ասում են թող գան, ռուսը հիմա ուրախացել են տրիպը ամերիկացիք են գալու դե ես օրինակ չեմ սիրում, երբ որ իմ երկրում ոչ կառավարության մեր երկրին ոչ ենթակա ուժեր կան։ Էդի թե 102-ի մասին կասեմ, թե հետագայում ով էլ ոնց էլ գա, չի կարելի։ Իրանք մեզ պետք է ենթակա լինեն, մենք պետք է որոշումները կայացնենք։ Մեր երկիրն է, մենք պետք է բան անենք։ Տրիպը եթե ուժային բլոկով վեգալ ես, հələ հարցա ուժային բաղադրիչը որն է լինելու տրիպի, տրիպերների ուրախությունը ինձ զարմացնում է ուրիշ բանի վրա, որ մեզ 75%-ից զրկում են եկամուտի, ոնց որ, ասենք, աֆրիկյան որոշ երկրներում, Իրանում 25% մաքուր եկամուտը բերեց 50-ական թվականների Մոսադիկի հեղաշրջմանը, իսկ հետո ասենք Մոսադիկի տապալմանը, բայց վերջը համաձայնվեցին 50-50 եկամուտի 50-50-ը իրանական բանի հետ, Իրանի շահը դրանից հետո նոր սկսեց մի քիչ հարստանալ, թրփոշնալ եւ դրանից հետո մեկը էլի 50-50-ն էլ էր իրականում քիչ։ Իհարկե, եւ հետո Իրանի փաստացի թալանում են, երբ որ 50%-ն են նույնիսկ։ Հա, բայց Իրանի շահին նաեւ այդ 50-50 դառնալուց հետո պատճառներից մեկը իսլամական հեղափոխություն չէր, ուղղակի հեղափոխություն էր, որովհետեւ
վերածվեց իսլամականին, որովհետև հեղափոխությունը լինելուց հետո նոր կանչեցին առաջնորդ Խոմեյնիին, Ֆրանսիայից բերեցին Խոմեյնիին։ Ասածս այնա, որ բանը այդ 75 արա ոնց որ Բուրկինա Ֆասոյում, ոնց որ չգիտեմ Նոր Կալեդոնիայում, բայց իմիջայլոց այդ շատ աֆրիկյան երկրներում է, երբ որ այդպես տալիս են, շատ հաճախ իշխանապողություններ ա լինում, դրա հաշվին հեղաշրջումներ ա լինում, որովհետև դե կույրը մենակ ինքը շատ անառողջ տոկոս ա։ Ես հասկանում եմ Տրամպը բիզնեսմեն ա, մաքսիմալ ա քերում, բայց այդ Տրամպի կողքը գոնե մի հատ խելացի մարդ չեղավ, որ հետ հայաց գցեց այդ տոկոսների պատճառով ասեր կորցրել ենք Իրանը, կորցնում ենք Իրաքը, կորցրել ենք սա, իսկ անգլիա լեզու աշխարհը կորցրել է Հնդկաստանը, կորցրել է ամեն ինչ ա կորցրել։ Ուշքի եք բիձա, մի քիչ կուշտ մարդու տպավորություն թող, հիմարություն մի արա, մի կրկնի Վիկտորիա Թագու սխալը, որը որ այն վաղտվա դանդաղ աշխարհի պատճառով ընդամենը 100 տարի հետո իր ժառանգների վրա շատ դաժան խաղ խաղաց, որ դառավ անգլիական թագուի հասկացողությունը ոչ թե Հնդկաստանի կայսրուհին էր իր ժառանգ այդպես մեկը, այլ բան էր, անգլիական թագուի ասում էին Վահագն Խաչատրյան նկատի ունենալով։ То есть ֆիկտիվ էլի։ Լավ, արի չխոսանք, որ ընդհանրապես մեր մոտից որ գնացը բանակցել են, իրանք պետք է պնդեին, որ 25% չլներ, մի հատ է մեծ ուրախությամբ նշում են։ Չէ, դե իրանք ինչ պնդեն, ախպերպես։ Չէ, արի բանը վերադառնանք, կարան այնց վերադառնանք մեր շքերթին, փաստացի տեսանք, որ աշխարհին ցույց տվեցինք, որ ատամները մեր շատ ժանիկները շատ կարճ է, այսինքն ավելի շատ մենք ժանիկ չունենք։ Չէ, մենք ցույց տվեցինք, որ մենք լնդերով լպլպացնելու ենք, էլի ասենք, ծամելու ցանկություն չունենք։ Լավագույն դեպքում խոտակեր ենք, գիշատիչ բայց ուժեղ խոտակեր ենք, էլի պոչ ունենք, հաստ կարանք sense ֆրանկ խփենք գիշատիչի, sense ճանճը որ գա նստի մեր վրա sense կարանք։ Մեկ պոզել ունենք, մեկ կարող է այդ պոզով վնասենք է։ Ընդհանրապես այդ ենք մեր հարևանին Ծիրանանոցում պոզով կովը խփեց։ Ընդհանրապես այդ ցույց տվեցինք, հիմա ներքին լսանի համար ինչ էր սա։ Ինչ էր։ Անունները երբ որ դե խոսում է որ ռազմարտունաբերությունը մեր զարգացրել ենք, եսի ինչ ենք արել, էս ենք արել, այն ենք արել, ու երբ որ անունները չէ նայ զինված ուժերի բանը իմենը զենքերին կանդրադառնանք, զինված ուժերը ներսը ինչ սիգնալ ցույց տվեց էլի, ինչ սիգնալներ ներսում կառուցվածքային Կառուցվածքային փորձեցին ցույց տան, որ վերջապես 6 տարվա ընթացքում կարողացել են համազգեստ փոխել։ Չնայած մենակ շքերթի մասնակիցների վրա համազգեստը։ Կողից մարդիկ, սպասարկող մարդիկ սա հին համազգեստով են իմիջայլոց, ես տեսել եմ էլի, հրա միջև բանը շքերթը հրապարակով անցել եմ։ Երկրորդ ցույց տվեցին, որ մենք կապիտան, բայց սպրադիդուդի բանակ ենք են իրանց շունիկներով, որի վրա ավտոմատ էր դրած ու ընդամենը 30 հատանոց մագազին։ Երևի շունիկը գալի ոմա պարապումա մագազին դնել հանելը սովորել է։ Նույնիսկ չեմ ֆայմել էլի մի քիչ մեծ բան անեն, ինքը ճիշտ է ապահովող է բան, բայց սաղս է հասկանում ենք, որ ավտոմատ կրակա վարելու այդ 30 հատը ինչ է, որ չպրծնի։ Իդե բանը ցույց տվեցին, որ տրենդերին են հետևում, սպասի ասեմ, 16 թվականի տրենդերին են հետևում, ԱԹՍ-ներ ունենք էլի արդեն մի քանի հատիկ։ Տրենդերին հետևել նշանակում է բան այս դեպքում, որ հետևություն են կարել մեր բացը լրացնելու գործով 16 թվականի ապրիլի դեպքերի հետևությունը արդեն արել ենք։ Շուտով երևի կգան 20 թվականի հետևությունները։ Մի բան արա հələ։ Ցույց տվեցինք, որ շքերթի ժամանակ ներսի մեր բանը նայողին, լսողին եւ այլն, որ ունենք կամիկադեներ, որ արել ենք հետևություններ, բանակը փոփոխությունների ա գնում, հետևություններ արել ենք, մի քիչ մի 10 տարի հետ ենք ընկել ընդամենը, իսկ փոփոխությունները շարունակվական են։ Այդ
Էլ ինչ։ Այս պոպուլիզմ մոտեցումով իրականում ես սպասում եի, որ առադի ժամանակ զինվորականներին ստիպելու են, որ էլի ելակ ուտեն, դզվանել էի սպասում, ուղղակի լավ այդքան չեն իջել։ Մեր շատ լուրջ հաղորդումը շատ բան է անում էլի այնց։ Ես չեմ կարա իրանց շատ լուրջ նկար, ասենք լուրջ զինվորականներին վերցրել են, չգիտեմ, իրանց քաղաքական բաներով շատ վատն են ներկայացնում, մեր զինվորականները վատը չեն էլի իրականում ու ես վստահ եմ, որ զինվորականների բոլոր պահանջները իրանք չեն նույնիսկ մոտ չեն կատարելուն, դրա համար ենք մենք էսան։ Լավ, մի քիչ էլ գանք էսան, զսպող զենքի տեսակ կար, հա։ Իսկ մեր հին շքերթներից, ասենք, 11 թվականի կամ 96 թվականի զսպող ինչ-որ բան կա։ Չեմ տեսել ճիշտն ասած 96 թվականին է, 2 տարեկան էի, դրանից հետո էլ չեմ նայել։ Հա։ Ես այդ վաղտը թե քայլել եմ, երկրապահի կալոննայում եմ։ Դե այդ ժամանակ ինձ թվում է չնայած ազգային անվտանգության ծառայող լինելով տրաֆեյնի զենքերն եք ցույց տալիս, երևի ու ոչ։ Բանակն եք մենք ցույց տվեցինք սուպեր զենք, դա երկրապահն էր։ Հա։ Մենք ցույց տվեցինք կամավորականության, հաղթանակած կամավորականություն։ Այ իմիջիայլոց ստեղ այդ առումով հա ցույց տվեցին Մոնթե Մելքոնյանի կուրսանտներին, Վազգեն Սարգսյան ակադեմիայի սաներին, Արծրուն Հովհաննիսյանի այդ ինստիտուտի սաներին, նո սան ասածը մարդիկ գնդապետ են էլ։ Հա դե սանը ինչ կապ ունի։ Ես էլ միտեմ այդամ սովորեմ, այդ մի տեղը սանն է։ Այդ ենք ցույց տվել իրականում ու դա հատուկ ջոկատայինների, որը բոլորս է գիտենք, որ ունենք էլի։ Զսպող բան, աբարոտկա ֆռալու կամ դաժան պատասխան տալու զենքի տեսակ ոնց որ թե չկար, հա, թե կար։ Անկեղծ ասեմ, երևի դրա դերը փորձում էր տաներ CH4-երը, աղեղ մականունով։ CH4-ի վրի ռակետները այնքան պուճուր են, որ նույնիսկ հերու ինքը եթե ինչ-որ մեկին խփի էլ։ Չէ, ինքը կարա գնա, փորձի գնա ինչ-որ բան անի, բայց եթե մեր հարևան Բաքվի Հանրապետության գնումները նայենք, վերջի շրջանում Իսրայելից հոբ համակարգեր է գնել մոտավոր 1.5 միլիարդի, նույնչափ ինչքան մենք այս սաղ տեխնիկան ցույց տվինք, ինքը մենակ հոբն է այդքան։ Մենակ այդ տեսակի հոբի վրա է ինքը ծախսել։ Փաստորեն, այսինքն չի կարանա իրականում այդ խնդիրները անցյալ շքերթներում, երբ որ մենք ցույց էինք տալի հին Իվան Ահեղի կամ ասենք բանա Օլեգ իշխանի կամ Իգոր իշխանի D30-ները այն վաղ կամ հիմա էլ ցույց տվեցինք էլի։ Ինքը շատ մեծ է, տպավորիչ է։ Յուղնեվրեներ, հաստոտ է։ Յուղնեվրեներ, բայց դրանից մենք ունեինք ու շքերթներից Չէ, իրականում ասեմ, հանուն արդարության իրանք մենակ ոչ թե մեր բանակի ունեցածն են ցույց տվել։ Պարզը բանակը 30 տարի տարբեր գնումներ է կատարել, այսինքն այդ Իսկանդերներից էլ մնացել է, Սմերջ համակարգերն է կան, Ուրագանել կա, ցույց են տվել իրանց գնացները։ Էդ եմ ասում։ Ինչն է լավ։ Ապա ես գիտես ուր եմ տանում, որ պարադի բանա բոլոր սաստավլայուշիները, որ պիտի ներկա լինի։ Չկա։ Իրանք որոշ բաներ չեն ներկայացրել։ Որպեսզի ասենք այս բանը ավելի վառ երևա, դա նմանա ոնց որ մեկի բիցեպսը այսքան է, իսկ այս մյուս ձեռը չորացած է, այնքան որ ասենք մի կերպ կարում ասես մի քիչ ջուր շախտա։ Իրականում իմ համար շատ անհասկանալի է, խենք, ուրեմն հաշվի առնելով, որ այս տարի 35 ամյակն է մեր անկախության, սեպտեմբերի 21-ին ու մայիսի 28-ին դες մեծ շքերթ անելը դժվար էլի մենք այդքան հարուստ պետություն չենք որ երկու անգամ շքերթ անենք որտեվ բան ով ասում որ ընտրություններից հետո ստիպված չես լինելու նորից ու նորից ցույց տաս որ դու արժանի ես բանը իշխանություն պահելու դու ունակ ես պահելու եւ նաեւ ասենք երկրի սահմանները դու ունակ ես պահելու նոր իշխանության պայմաններում։ Հա, մի խոսքով եկանք դրան, որ ինքը զուտ PR խոդեր, քայլեր, դրա համար էլ ինձ թվում է Ռոզովի ակրասով էին արել, որովհետև
այդ ակրասը անապատայինին կարա խոսա, իսկ ինտերնետով որ ման գանք համացանցում կգտնենք, որ այդ վարդագույն ակրասը օգտագործել են 50-ականներին ծովերում, որ բաներին զակատներին լավ չերևա ու արևածագի ժամանակ լավ չերևան, բայց իրականում չի աշխատել։ Օպտիկական սպեկտրում։ Ոչ թե ասենք։ Ու իրականում լավ չի աշխատել։ Ես օրինակ հեշտ չեմ պատկերացնում այդ տեխնիկաները Ռոզովի մեր պայմաններում որտեղ պետք է չերևա ինքը։ Ես կարամ ասեմ որտեղից է, այդ երանգը, որ մի թեթև վարդագույն է, պահի տակ ասենք ավազա երևում, պահի տակ բան, դա աշկ ծակող դեռևս վերջի բանը փուլում միջնադարի աշկ ծակող հագուստների բանն է, երբ որ դու ասենք պիտի վառ երևաս, ասենք այն ասպետները, ասենք գույնզգույն դրոշների խփա, կարանք ավելի մոտիկ գանք, անգլիական կարմիր գույնի համազգեստները, ֆրանսիական կապույտները, բայց այդ ժամանակ կռիվ անելու sense կայնում են իրար դեմ ու կրակում էին։ Այնտեղ իհարկե թաքնվել չկար, բան չկար։ Մի հատ այդ ամենի չի ֆոնի վրա մի քիչ տարբերվող 19-րդ դարից առաջ դեռևս առաջացած, բայց 19-ի վերջում շատ այնց քողարկիչ երանգ ստացած գորշ գույնը գերմանական կարելի է հիշել, որ սաղից տարբերվում էր, ասենք 18-ի վերջ 19-ի սկզբում ինքը ավելի վառոտ սերի էր, գորշ էր, իսկ 19-ի վերջ, երբ որ գերմանական կայսրություն դառավ, ինքը անց մկանգույն դառավ, որը ինքը ստինքյան, ասենք դառավ նաև մի քիչ թաքցնող քողարկող գույն, մարտի դաշտում մանավանդ փոշու, այդ ժամանակ արդեն տակտիկաներ էին փոխել, բայց առաջի պաշտպանական գույնի հագուստը Եվրոպայում ոնց որ իրանցը լիներ, գերմանական, իրանք պրուսական բանակի գորշը ժառանգել էին, մի քիչ ավելի թուխ էին դարձրել, ունեն ստացվեց, որ իրանք մարտի դաշտում ամենը վատն էին երևում։ Այ իմ ասածը դա է, որ սա ոչ թե վատը, այլ լավ երևալու խնդիրալուծում, որը որ ձևավորվել է ուշ միջնադարում, իրա վառ, ասենք, բանը ցույց տվեց արդեն միջնադարից հետո այն բանը ջայլամի փետուրներով պլյումաժներ, գույնզգույն հագուստներ, բան։ Ներքին լսանին վառ երևալու համար, որտեղ ես վստահ եմ, հեսա որ շքերթից հետո հետ են գնացել, հետա ներկվելու է տեխնիկան, համապատասխան հարմար գույներ։ Դե փառք Աստծո, եթե այտենց իրոք լինի, մեր զինվորականները դեբիլ չեն, մեղք են, ասենք, այն տեխնիկայի վարորդները, ովքեր որ այտենց աշկ ծակող երանգներով փորձելու են քողարկավորվել ցանցի տակ, որը որ ամբողջությամբ չի փագում, այլ թեթև ստվեր էր ակցում, կամ ծառերի ճղերի արանքում։ Դեբիլ չեն մեր զինվորականները։ Լավ, զսպող զենք չունեինք։ Զսպող զենք չկար, ոնց որ կար, ասենք, .un, ոնց որ կար երկրապան, որպես զենք կամավորականությունը, քանի որ թուրքերի մոտ ոնց որ պահեստազորայինների հայլք կար, տարածքային պաշտպանության ուժերից էլ էին ներ։ Հա, բայց չկար երկրապան այդ հիմա է, ասենք, մի քիչ ծերացել, մշտապես բաներում հերթապահություններում կապ չունի, իրանք հերթապահությունների մեջ հիմա էլ օգտագործում։ Վաղ ես չեմ ասում, որ պատերազմի վետերաններ են։ Երկրապան ուղակի վետերաններ չէին, երկրապան դա կամավորներն էին։ 96 հիմա իմ ասածը այնա, որ իրանք էլի պետք է լինեին իրականում։ Այո, որպես ռեզերվ ներկայացված, բայց 96 թվականի, 96-ի պարադը շքերթը ոչ թե ուղղակի հաղթանակած երկրապաներ էին, այլ կամավորական ռեսուրսի վառ ներկայացուցիչ էին, իսկ կամավորականությունը դա ժողովրդական սերուցքն է, իսկ սերուցքը մեծ տոկոս էր կազմում երկրապահի օգնությամբ, եւ դա զենք է, կամավորականությունը դա զենք է, դա կարա զսպող զենք լինի, Իրանի միայն հրթիռները չի զսպում, Ամերիկայի Իրանի հենց ժողովուրդն է զսպում, որը սխալ ես ասում, ապեր, սխալ ես ասում, այո, որովհետև բասիջը, ով է կամավոր հետաքրքիր, ժողովրդի կամավորը, ժողովրդի սերուցքն է,
Իրանց տոկոսը սերուցքը մեծ է, ոգևորվածությունը մեծ է, լոկոմոտիվն է, էլի առաջ քաշող եւ շատ բաների ունակ։ Ինքը Իրանով կամավորականությունը զենք է, էլի եմ ասում։ Տարբեր խելամիտ երկրներում, ասենք, կամավորականներին բանը ռեզումե կոչվածը, երբ որ գալիս ես գործի ընդունվելու, դու կարող ես իմ որտեղ աշխատես 10-15 տարի բան, նայում են կամավոր ես եղել ինչ որտեղ, քեզ ավելի շուտ են գործի ընդունում։ Կամավոր։ Իսկ բանը կամավոր զենք որպես երկրապան դա կամավորության դրոշակակիրն էր, ոչ թե պատերազմի մասնակից։ Նայ, ստե մի հատ ինչ խնդիր կա, մեր կառավարությունը իր արշինով ամեն ինչը չափում ու փորձում է փողով անի ամեն ինչ։ Էդ է խնդիրը, որ կամավորական ոչ մի բան չկար։ Փողով, քանի տեղ ասել եմ, փողով չես կարա դու մարդուն կարաս ասենց ստիպես գործի գա, լավ, բայց օրինակ երբ որ հայրենասիրական դաստիարակություն դասերը դու հանում ես բանակից ու փորձում ես դա փակել փողով, մարդ հանուն հայրենիքի կարա զողողությունների գնա, բայց փողի համար զողողությունների ես չեմ տեսել, որ մարդիկ գնան։ Այ շատ վաղուց չկար կամավորական զենքի ցուցադրությունը, ես տենց փակագծերով եմ ասում, բայց իրականում ինքը առանց փակագծերի հենց զենք է, հենց զսպող զենք է։ Ներես մի հատ շարունակեմ էլ, էլի այդ զսպող զենքը չմոռանանք, Շաբարանում էլ, Սարդարապատում էլ ովքեր են թուրքերին կանգնացրել։ Այո, ոչ թե 17000-անոց հայկական կորպուսը բանակային, որը որ Երզնկայից Էրզրումի պատերից մի քանի ամսվա մեջ վազելով եկավ հասավ Ալեքսանդրոպոլ կամ Գյումրի։ Կամավորականությունը դա եւ աշխարազորը, կամավորականությունը որպես ծերուցք աշխարազորի, նայեք, Բլյուս կամավոր ստորաբաժանումներ կային։ Գիտեք, չէ, Սարդարապատում կամավորականները եւ աշխարազորայինները հաղթեցին Անգլիային հաղթած, ծեծած, կզծրած, խայտարակ պարտության մատնած Գալիպոլիում զորամասերն էին, ասենք, մեզ գրոհում։ Եվ ինչ որտեղ իրանց տակ տալը հայկական բանակային կորպուսին ինչ որտեղ հասկանալի է, մասամբ ներելի, այո, մասամբ ներելի։ Բայց իրանց այդ զորքերին Բաշաբարանում, Կարաքիլիսայում եւ Սարդարապատում ամենուրեք կանգնացրեց աշխարազորը, բայց աշխարազորի գլխին ոչ թե հրամանատարությունը, այլ գլխին բուրգի մեծ հատվածը վերևի դա կամավորներն էին։ Բանը Սարդարապատ չեր լինի, եթե չլիներ կամավորական Արցախյան կամ Ղարաբաղյան կամավորական հեծելազորային կամ պարտիզանական գունդը ուղղակի չէր լինի, որովհետև ինքը կամավորության վաղոյի ասած լոկոմոտիվն էր։ Հերվի սկսենք։ Ինքը չէր լինի, եթե Գևորգ 5-րդ կաթողիկոսը փախներ Սևան, ոնց որ կառավարությունը ասում էր հելեք։ Որ զանգերը սկսեցին ղողանջել։ Չէ, մարտի դաշտում եմ ասում։ Արդեն մարտի դաշտներ հաստատ եղել են, ովքեր Վաղջան, մարտի դաշտ եկել են մարդիկ։ Այդ դրա հետ է։ Այդտեղ աշխատում են աշխարազորայինների։ Ես բերում եմ այն դրան, որ մարտի դաշտ դուրս գալը իհարկե մեծ բան է, բայց այնտեղից մենք շատ ենք տեսել էլի ոնց են կոտրվում մարդիկ, այդ քայլը արել են, բայց այնտեղ մնալը մի հատ ուրիշ քայլ է։ Այդ ուրիշ քայլին քեզ օգնում է հոգեպես պատրաստ լինելը։ Գնդերեսների ծառայությունը, կադրերի հետ աշխատող, ասենք, այսինքն գնդերեսների, երբ որ դու հանում ես բանակից, իսկ այնքան խելացի պետք է լիներ ծներ ԲՀ պատրաստության մեջ, պարտադիր հոգեբանների հետ միասին գնդերեսներ պետք է լինեին, բանի բարոյական գծով այդ տեղակալի ենթակայության տակ։ Մեր մոտ 16-ի համեմատ այդ գնդերեսներ, իսկ 20 թվականին իրանք ցույց են տվել, որ իրանք կռվում են։ Իրանք մենակ չեն գալի օրնուն գնում, իրանք զինվորի հետ հավասար տոկոսայնով, եթե նայենք, շատ լուրջ տոկոս է գնդերեսների։ Երբ մասնագիտական առումով ամենամեծ կորուստը գնդերեսները կրեցին, զինվորական մասնագիտություն, ասենք 12-ից 4-ը դա հսկայական կորուստ է։ Այդպես կորուստ ոչ մի մասնագիտություն չի ունեցել, այո։ Համարյա բան են դարել, էլի, էլի
ԲԳ վիճակում են եղել, բայց սպասոբներ են եղել, եթե բանով թվերով նայենք, բայց մեկը շատ ահռելի մեծ կորուստ է ու իրանք համարյա բոլորն էլ առաջնագծում եղել են։ Ոչ միայն ես շքերտից, այ ինքս էլ եմ քեզ շեղում, էլի, ես երբ որ զսպող զենք ասում եմ կամավորներին, դու շեղում ես ուրիշ կողմես հետ։ Զսպող ուրիշ զենք էր։ Տոչկա ուներ ժամանակին ցուցադրվում էր, ասենք, տոչկոում բավականին հեռու խփող, ասենք, խոշոր տրամաչափ հրթիռ է։ Հետո Իսկանդերը, ասենք, ուրիշ խնդիր է դա կօգտագործես, չես օգտագործի, ունես բանա այդ լորի ձվերից, որ բանա ես էի ուզում ասել, ցույց տվեց, բանա տղաներից մեկը սրամի տվեցին, ասենք, մեր լավ բարեկամ, առայժմ իշխող, մեր լավ բարեկամ իշխող կուսակցության մեջ, ասենք, Վիլեն Գաբրիելյանին, բայց իրան չտվեց, տվեց որ վերև փոխանց։ Հա, որտեվ բանա չեմ հեգնում, իրոք մեր լավ բարեկամն է, որտեվ լավ հասկանում այն խնդիրները, որ մեր երկրի առջև կանգնած է եւ որքան կարա այդ ամեն ինչին օգնի հասարակության բանա ներդրումները պաշտպանական համակարգի մեջ, էլի դրա համար իմ համար ցանկացած ով որ անվտանգություն նկատմամբ ճիշտ է տրամադրված, իմ լավ բարեկամն է, անկախ նրանից ինքը այտենց ինձ վերաբերվում է, թե չէ։ Բոլոր ժողովուրդը իմ հարազատն է, բայց լավ բարեկամ այն մարդիկ են, ովքեր որ մտահոգված են եւ գործ են անում իմ հարազատությունը հայազգը պաշտպանելով։ Բանը ուրիշ զսպաշապիկի, ասենք, դեր խաղացող դաժան պատասխան հարվածի զենքեր, դա ավիացիան ա եղել ժամանակին, երբ որ ես հիշում եմ ավիացիան հրաժարվեց թռնի Վազգեն Սարգսյանը ձերբակալեց ամբողջ Զվինոն այդ օդաչուներին, որտեվ իրանք աշխատավարձի բարձրացում էին ուզում, ինչ 90-ական թվականներին, դա էլ է բան։ Հիմա ինչ որտեղ սու 30 SM-ներ երևի այդ պատասխան բանի միակ զենքը, որը որ պատասխանի զենք էր ու կործանարար ու հեռու խփող։ Ոչ թե փոքր հրթիռները մեծ ինքնաթիռ անօդաչու ինքնաթիռների տակ խփած իրանք չեն կարող այդ դերը խաղան ապրիորի, որովհետև չեն կարող, որովհետև փոքր է, ասենք, տրամաչափը այդ ինչ վնաս պետք է ինքը հասցնի։ Ինքը կարա վնաս հասցնի, բայց այդ կործանարար չէ։ Բայց սու 30 SM-ը, եթե իր բոմբովի обвязки նորմալ կախես տակը, ընդ մի քանի տոննա է, չէ։ Վիդեոներում ցույց տվին, որ տեսեք ռակետը կա, չնայած էլի մի հեգնի ապեր։ Ես ինչի համար եմ հեգնում, որ այն որ առել էին ու պարզվեց առանց հրթիռ էին առել, ասենք այդ անհեթեթությունը վերջապես ուղղել են ու սլավ բոգ, ուրեմն 8 տարվա մեջ սովորել են մի քիչ աշխատել կամ շատ աշխատել, դա լավ ապեր, լավ է։ Ուղղակի մենք այդ ժամանակը չունենք, էլի։ Երբ որ մենք սողալով ենք առաջեթում, մենք հավերժության մենք երբ որ սողալով ենք առաջեթում, մեր սիրելի հարևանները, ովքեր սխալվում ես, մենք հավերժության պապուչիկներն ենք։ Մենք Սարի գագաթին կանգնած մենք sense կայսրություններ է գնում են, ոտնատակ են անում մեր երգիրը, կամաց-կամաց փոքրացնում են, հա, կամաց-կամաց փոքրացնում են։ Մնացել է հայկական լեռնաշխարհի վերջի կղզիակը, որտեղ հայ է ապրում։ Բայց մենք կանք, չէ։ Մենք կանք դե թուրքը շատ հետևողական աշխատում է, որ մենք էլ չլինենք։ Նորմալ է, դու իզուր ես ուրախանում դրա։ Ես չեմ ուրախանում, դա ուրախանալու բան չի։ Կրճոցնոցն է։ Հա, այն որ գանք մի քիչ էլ ասենք էս բանին։ Լավ, բանը ուրիշ ինչ սիգնալ դու տեսար այդ։ Չէ, մնացածը իրականում սաղ սիգնալները ես ինչ տեսել եմ, բայց դրական բան կար, լուրջ եմ ասում։ Ներքին լսանի համար էր, ապա վերջի 7 տարվա մեջ մաքսիմալ մեր արտադրողին շատ վատ վերաբերվելու քաղաքականություն էր վարում կառավարությունը, բայց իմիջայլոց այս տարի էլ շարունակի առաջի քառամյակի
ընդհանրապես 0 դրամ են Ավելի, ծախսել։ Էդի մենք չենք տենում ու պարադում չերևաց։ Մենք պարադում տեսանք, որ վերջի մի տարվա մեջ Էդի իրանց աչոթներում է երևում, որ իրանք ընդհանրապես գումար չեն ծախսես քառամսյակի ընթացքում։ Վիդեոներ ենք տեսնում նույն այն ԱՊՇ-քերթում այդ թոս փչոցի բանը այդ պլաց գործողությունում չերևաց դա։ Երևաց, որ վերջի մի տարվա մեջ մեր արտադրողները վերջապես սկսել են ինչ-որ բան լուրջ քանակներով մատակարարումներ անել զինված ուժերին։ քանակները շքերթին անկեղծ ասած չի կարա երևալ տենց։ Ոնց այդ ամբողջը չի։ Էլի կա դրանից բացի։ Հուսով եմ կա։ Լավ էլ լիքը քանակ կա, վաղո։ Մեր Որտեվ արտադրողները սրանով արդեն հնարավոր է հրապարակը պաշտպանել։ Պլացը։ Աստորեն մենք պայքարում ենք Չարբախի համար հիմա արդեն։ Տիգրանաշենը արդեն քյարքի է։ Հանրապետության հրապարակի համար։ Այսինքն Չարբախը արդեն բան է։ Չէ, հուսով եմ անկեղծ եմ ասում, հուսով եմ այդ դրսի եկածները པարզ է, քանակները པարզ է, ինչքան է եկել։ Ինչ որտեղ նայող կլինի ու ասես ականջ բերանք փոխանցվի ու կհասնի այն մարդկանց, ովքեր որ որոշումներ են ընդունում։ Մեր ռեսուրսները շատ ավելի շատ են, էլի։ Հայր ջան, դուք էլ եք հայ, ես ձեզ էլ եմ, ասենք, սիրում, ձեր մեջի արունն եմ ես սիրում իհարկե, ավելի շատ, քան ձեր պահվածքը, որովհետև պահվածքով մենք շատ դիամետրալ տարբեր ենք, էլի, ասենք, դրա համար ես դա այնքան էլ չեմ սիրում, չեմ գնահատում, բայց ձեր արունը իմ համար շատ կարևոր է, ձեր երեխեքը իմ համար ոչ պակաս կարևոր են, քան իմ երեխեքը։ Ես ընդհանրապես կուզենայի այս պարադի թեմայի շուրջ խոսալուց մի բան ասելի։ Եկեք հավաքվեք այս երկու օրը ու որոշում կայացրեք, որ իրար վրա չեք հաճալու էլի, որ չեք հետապնդելու իրար, ասենք կապ չունի ով է հաղթելու, քաղաքական հետապնդումներով աբառոտ կեք չֆռակ իրար, վերջապես կառուցողական, ասենք, պետական մեխանիզմ ունենանք, պետությունը դե մեխանիզմ է, գործիք է, ու մեկ ես զարմանում եմ, որ մարդիկ գործիքը սիրում են, սիրելապետ սեփական ազգը, ես տենց եմ կարծում, որ իրար հետ կարճ ասած խելքի եկեք էլի 30 անգամ ավել 90 միլիոնանոց Թուրքիա, 3 անգամ ավել 9 միլիոնանոց Թուրքիա, նյոժելի չեք հասկանում, որ պիտի իրար հետ լավ ըլնենք։ Այդ ուրիշ մեջբերում անեմ, պետք չի անձնական հարց սարքել, երեք իմ աշխատանքի բերումով ոնց որ այսքա գործերի մեջ նախընտրական խառնված եմ ու լսեցի, որ մեր օպոնենտներից մեկը անձնական ասել է անձնական հարցն է։ Անձնական հարց, ես օրինակ որպես այդպեսին անձնական հարց չեմ վերաբերվում։ Անձնական հարցն ինչն է, պարադը։ Չէ, պարադը չէ, դե այդ բաները էլի, որ ասպես մի ատեք իրար բան, ինքը ատելու գործը դարձրել է իր համար անձնական հարց է սարքել, հա, որը ինքը քեզ է վերաբերվում, տղա ջան, դա գիտես որտեղ եմ ես, քեզ է վերաբերվում, էլի, ու մի սարքի անձնական հարց։ Հունիսի 7-ից հետո էլ կյանք կա, էլի, անձնական հարց մի սարքի։ Մենք պետք է միավորված ընդհանուր գործ անենք։ Բանը երևի իմաստ չունի դրա մասին մենք հիմա խոսանք։ Չէ, ուղղակի որ բացեցիր այդ թեման, Չէ, ես այդ թեման որ բացեցի, երևի դրա մասին իմաստ չունի խոսանք, որտեվ ատելության բանը շատ մեծ է, բայց այն ով որ որոշումներ հիմա է ընդունում ու այն ով որ որոշումներ հետո պետք է ընդունի, իրանք պետք է հաշվի առնեն մի բան։ Այն ումը որ դուք սենց ատելությամբ նայում եք հիմա, իսկ մի մասը ձեզանից դաստիարակության, բացակայության պատճառով, ասենք, թույլատրելի սահմանները անցնելով գործողություններ եք անում, այն քաղաքական հասարակության կողմից հետապնդումները, որ, ասենք, կան որոշ պաշտոնյաների նկատմամբ եւ պետական
մեխանիզմի տիրապետող ուժի կողմից անօրինական քաղաքական հետապնդումները որ կան, այդ ամեն ինչը պետք է անցնի անցյալ ու պետք է սենց հավաքվեն իրար հետ ու մեր քրֆեն խոսքի ասեն ով որ նման բան հետո անի ես իրա մերը իրա մոր ամեն ինչը կնիկ երեխեն սենց գեշ հայհոյանք պետք է տան հետագայում սենց ներսը որ ով որ այտենց բան մեկ էլ անի то есть պետք է լինի ոչ թե էմոցիոնալ կարճ ասած դուրս գանք թուրքական օրակարգերից որտեղ Թուրքինա միայն ձեռնատու որ մենք ներսում իրար գզենք եկեք ձեզ մի հատ բան պատմեմ ձեզանից շատերը երևի շատ խելացի եք ձեր գործերի մեջ հմուտ բայց ռազմական գործից ու ռազմական պատմությունից ոնց որ թե մի քիչ թերի եք էլի ասենք գիտելիքների առումով ուրեմն Բեյրութը Լիբանանը այսօրվա Հայաստանից մի 67,000 անգամ ավելի գրավչություն ուներ իր մեջ ինվեստորների համար, որովհետև ոչ ինչ-որ 50-50 էին անում ընդեղ, ոնց որ ստեղ անում էին խոսքի մի 10, 15, 20 տարի առաջ կամ 30 տարի առաջ, ոչ էլ ինվեստորներից խլում էին այն ինվեստիցիայի արդյունքում կառուցված կամ ասենք վերակառուցված բաները, ֆիրմաները, հա, ու ինքը գրավչություն ուներ ու օրենքը շատ խիստ էր աշխատում, ոչ մի ինվեստորի չէին նեղացնում։ Ինքը ծով ուներ։ Այնտեղ բանա զարմանալի է, բայց մուսուլման, ասենց խալաթ հագնող կանայք պլաժներում այն վաղտվա, ոչ թե այսօրվա բանա ստրինգերով, այլ այն վաղտվա կուպալնիկներով ծովում նորմալ լողանում էին, այտենց եսիմիշ ձևի չէին թաքնվում, կարճ ասած զարգացած, ֆինանսապես աճող, ուրեմն Սինգապուրից մի 30 անգամ ավելի գրավչություն ունեցող ինվեստորների համար երկիր էր Լիբանանը։ Եվ երբ որ Լիբանանը պարտվեց պատերազմում համաարաբական պատերազմում Իսրայելի դեմ, այդպես բան եղել այլի, նույնիսկ Ալժիրից, եսի Մարոկոից, որտեղից ասես եկել էին Իսրայելը գրովում էին։ Այդ պատերազմից հետո Իսրայելը այն ոչ մեկը այդպես գրավչություն չուներ։ Այսօրվա Դուբայն էր կարճ ասած, չէ, 3 ամիս առաջվա Դուբայն էր Լիբանանը։ Ու հիմա նայեք Լիբանանը ինչ ա դարել Իսրայելը մի հատ բանա որդեգրել ընդեղ ով ավելի մեծ ատելությամբ ա խոսում ներսում եղած ասենք քաղաքական բանում դաշտում բանի իր օպոնենտի հետ իրան սենց թաքնված քողարկված պատժկա է անում այն մյուսն ա սկսում ուրեմն բացահայտվել են սրանից անգամ 18 տարի առաջ թե 20 տարի առաջ Հեզբոլլայի Իսրայելի գաղտնի ծառայությունների կողմից ֆինանսավորումները։ Համասին էր ինքը ֆինանսավորում Գազայում։ Մի զարմացեք, որ Գազայում, որ իր սեփական տարածքն է, ինքը ֆինանսավորում էր, ասենք, ԱԱԲ-կիչներին, ով որ իր կողմից ԱԱԲ-կիչ է, բա Լիբանանում ինքն էր հրահրում, ասենք, Հեզբոլլային ակտիվ գործողությունների վրա ներսի դաշտում ինքը բանա այն գեներալին բերեց, որը Հեզբոլլային դեմ էր տրամադրված ամալ շարժումից։ Հետո այն գեներալին ասենք տեսավ եկավ, բայց Հեզբոլլայի հետ բարիշեց, սրան տապալեց, այն մյուսին Հարիրիին կարճ ասած ամեն ինչ անում է, որ այնտեղ քաղաքական ներսի դաշտը ատելության ֆոնից բացի ուրիշ ֆոն իր համար չնկարի միշտ ատելություն, որը բերեց նաև քաղաքացիական պատերազմի, որը երկար տարիներ տևած, որը մոտավորապես կեսովացրեց բնակչությունը Լիբանանի, զրոյացրեց ներդրումները, ինվեստիցիաները, զրո դարձրեց, ոչ մեկ Լիբանանի մեջ փող չի ներդնում, որ նոր էր սկսել այդ ամեն ինչը, անգամ ռեստորատորներ կային, ասենք, ռեստորաններ, որ ինչ ասես աշխարից բան էին անում, որտեվ հələ իներցիոն Լիբանանը այն վաղտվա Դուբայ լինելով, անգամ կար մի հատ ռեստորան, որ երկրորդ համաշխարհայինից մնացած
բանը Սուզանավ էր գնել, որ մատակարարումները բերեր տաներ։ Այդ ձևի երկիր է եղել Լիբանանը։ Հիմա նայեք ինչ ա դարել։ Ատելության ներսի մթնոլորտի արդյունքում ուրիշ արդյունք չկա, то есть ուրիշ բան չկա, ինչը բերել ա դրան։ Ձեր նման անգրագետ, անտաշ, իրար ատող մարդիկ են այնտեղ եղել, տարբեր ուժերի առաջնորդները։ Այդ ձեր նմանը փոխեք, մի նմանվեք իրանց, դարեք իրար նկատմամբ բարեկիրթ, իրար նկատմամբ զիջող, իրար հետ վիճաբանություն չդարձող անգամ, ուղղակի Կարան վիճեն ճիշտը գտնեն, վիճաբանություն մի դարձրեք, բանավեճից մի հետ, բանավեճի շրջանակներից մի դուրս եկեք, ատելության մթնոլորտը տարածողները անբարոյական են, այդ վերադարձեք բարոյական դաշտ, բոլորը, կապ չունի ով եք, ասենք, իշխանավորեք, թե հակաիշխանավորեք, դարեք բարոյական, այդ ձեր անբարոյականությունը դաժան բումերանգով կխփի ձեր ընտանեկան, ասենք, վերաբերմունքներին, ձեր երեխեն տենում է, դուք ոնց եք, ասենք, ձեր մերձավորին, ձեր ազգականին ոտից կծում, նման ձևով ինքը ձեզ է վերաբերվելու մի 10-20 տարի հետո, երբ որ դուք լինեք անօգնական, մի արեք տենց բաներ, էլի, ուշքի եկեք, մի կրկնեք Լիբանանի ճանապարհը, մի դժոխքացրեք ձեր սեփական ընտանեկան կյանքը, համերաշխ եղեք իրար հետ, վիճեք բանավեճի շրջանակում, ու բարոյականությունը մի մոռացեք, նույնիսկ եթե դուք ընդհանրապես բարոյական вообще ոչի բնջում եք։ Թեկուս ինքնապաշտպանությունից դրդված, թեկուս ինքնապաշտպանությունից, որովհետև ձեր սխալ անբարոյական քայլերը, եթե հանգարց օրերից մի օր դուք անեք, այ լեզուս պապանձվի, չէ՞ որ ոչ մեկը տենց բան չի արել, ոչ պոզիցիայում, ոչ օպոզիցիայում։ Զսպեք ձեզ, ասենք, այդ հարցերում, որովհետև կյանքը բումերանգ է, եթե դուք ինչ-որ բան այտենց անեք, հետո ատվետքին կլինի գրուպավուխա կլինի, կարա լինի, մի արեք տենց բաներ, ուշքի եկեք, սիրեք ձեր մերձավորին, եթե դուք մարդ եք, որտև ձեր դիմացինը մարդ է, ձեր մերձավորն է, ձեր ազգականն է, всё, պարադից այսքանը, պարադից և բարադից այսքանը, անունների կանանք չանադառնանք, չէ, պետք էլ չի, սաղ էլ գիտեն ով ինչ ոնց, ներող եղեք, եթե մի քիչ ես էլ չափանցա, որտև ենքամ աղպաման եմ տենում, աղպ եմ տենում, սենց լծվող, սենց ականջներից մեջ, աշկերից մեջ, կարամ և չդիմանամ, երեք օրինակ մի հատ, տղեն ընդամենը կանուններով ինձ նեղություն էր տալի, նեղում էր, իմ հետ հավասար արագություն էր ավելացնում, չէր թողում ես իմ շարքը փոխեի, երևի մի քիչ մանուկ էր, երիտասարդ էր, բայց անենց էի բորբոքվել, պատուանից գոռացի, այդ աստիճան անզուսպ ես չեմ եղել, էլի, էդի ձեր ազդեցությունն է, քաղաքական գործիչներ ջան, այդ ձեր ազդեցությունն է իմ վրա, այլ պատկերացրեք ջահելների վրա ոնց եք ազդում, էլի, հետո ձեր վրա, ասում եմ, էդի բումերանգ է լինելու։ Քաղաքական խոստովանը, մենք կվերացնենք դա։ Խոստում ես տալի ինչ? Որ մենք կվերացնենք այդ անբարոյական մթնոլորտը։ Ու ատելության մթնոլորտ։ Դե միանշանակ։ Աստված տա լինի ապեր այդ վերացումը, որովհետև համ ասում եմ, համ էլ ենքամ հույս չունեմ, որ լրիվ կվերանա։ Լոզունգների դաշտից, ասենք, մաքսիմում ինչքան հնարավոր է իրականում։ Լավ, հայր ջան, այդ քաղաքական գործիչները հիմա ասենց դառնում են շարքային ձեր մի մասը, մաղթում եմ ձեզ խելամիտ, ասենք, մոտեցումներ ձեր սրտով, մաղթում եմ ձեզ, որ լինեք ոչ թե օգտագործելու առարկա, այլ լինեք գործ անող օգտագործող, то есть գնաք ընտրության, որտեվ երբ որ դուք գնում եք ընտրության, դուք ձեր կողմից, ասենք, հարգված մարդուն հնարավորություն եք տալի, որ առաջ գնա, իսկ երբ որ չեք գնում, այդ մարդու հետ միասին օգտագործվում եք որպես, չգիտեմ, շտրաֆի, տուգանքի առարկա, մատերիալ եւ այլն։ То есть մաղթում եմ ձեզ խելացի լինեք, խելամիտ լինեք, գնաք ընտրության եւ իրար նկատմամբ հանդուրժող սիրով։
Մաղթում եմ ձեր ընտանիքներին անդոր, անցած տոնի կապակցությամբ իհարկե, նաև Սարդարապատը դա եղբայրության մասին էր, այդ եղբայրությունը միշտ ունենաք ձեր շրջապատում։ Տեսություն։ Իսկանով վերջ, ուժեղ եղեք, հաջողություն։